Չինական զինված ուժերն ակտիվորեն ընդլայնում են կին զինվորականների անօդաչու թռչող սարքերի կառավարման ուսուցումը։ Նրանք սովորում են ոչ միայն ԱԹՍ-ներ կառավարել, այլև կատարել տեխնիկական սպասարկման եւ արագ վերանորոգման աշխատանքներ։ Կին օպերատորները դառնում են մարտական թիմերի անբաժանելի մասը, ապահովելով համակարգում եւ աջակցություն հարձակողական ու հետախուզական առաքելություններին։ Այս մոտեցումը ցույց է տալիս Պեկինի վճռականությունը, օգտագործելու իր անձնակազմի ողջ ներուժը բանակի ժամանակակից հնարավորությունները բարելավելու նպատակով։ Վերլուծաբաններն այս քայլը միանգամայն տրամաբանական են համարում, քանի որ ժամանակակից պատերազմում ֆիզիկական ուժը գնալով սկսում է զիջել ինտելեկտին, ճշգրտությանը, դիմացկունությանը եւ ճանաչողական ճկունությանը։ Անօդաչու թռչող սարքերի շահագործումը պահանջում է բարձր կենտրոնացում եւ մեծ քանակությամբ տվյալներ արագ մշակելու ունակություն։ Ուստի Չինաստանի ռազմական ղեկավարությունը կարևոր է համարում բոլոր ռեսուրսների, այդ թվում կանանց ինտեգրումը տեխնոլոգիական ստորաբաժանումներում։ Եվ սա վերաբերում է ոչ միայն հետախուզությանը, այլև մարտական առաքելություններին իրականացնող դրոնների խմբերի կառավարմանը։ Լիարժեք մարզումը օդաչուությունից մինչև դաշտային վերանորոգում այս անձնակազմերը դարձնում է ինքնավար եւ բազմակողմանի մարտական ստորաբաժանումներ։ Հավելենք, որ չինական զինված ուժերը վերջին 10-ամյակում ակտիվորեն կիրառում են արհեստական բանականության վրա հիմնված ռոբոտներ, ինքնավար համակարգերի խմբեր եւ անօդաչուներ։ Գիտնականներն ու ինժեներները նաև ուսումնասիրում ու ընդօրինակում են կենդանիների վարքագիծը իրենց ռոբոտացման սարքավորումների հարձակողական եւ պաշտպանական մարտավարություններն առավել արդյունավետ դարձնելու համար։ Երկրի ռազմական ղեկավարության խոսքով ռոբոտներն ու անօդաչու սարքերը նախատեսված են մարդկանց փոխարինելու մարտադաշտում եւ նրանց գործողությունների համակարգումն արհեստական բանականության միջոցով հնարավորություն կտա ստեղծել ռոբոտների ամբողջական ինքնավար ստորաբաժանումներ, որոնք կարող են նույնիսկ աջակցել միմյանց մարտական առաքելություններում։